աշխատում եք առողջապահական ոլորտի հետ կապված հարցերում։ Իմիջիայից երեք նկատվեց, որ ձեր ուղիղ կոնկրետ հնչեցրած հարցից հետո նույն Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախարարը ինքն էլ այսպես լարվել էր եւ փորձում էր ինչ-որ կոշտ պատասխաններ տալ, ըստ էության չպատասխանելով ձեր կոնկրետ հարցին։ Խնդրեմ ազգային ժողովում տեղի ունեցած հետ կապված ձեր մեկնաբանությունը տալ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այո, երեք այն դաժան օրերից մեկն է, երբ մենք պատգամավորները ստիպված ենք լինում դեմ առ դեմ հանդիպել այս պետականաքանդ այս դավաճան իշխանության ներկայացուցիչների հետ եւ ինչպես տեսակ երեք մենք փաստացիորեն նորից ունեցանք այսպես ասած ԿՊԱ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի ՆՓ-ի հիստերիկ կոչերին, հիստերիկ արտահայտություններին, ինչու, որովհետեւ նրանք հենց իր խոսքերով ասած շատ խիստ մռմռում են, նրանց շատ խիստ մռմռացնում է մեր այն բոլոր հարցադրումները, որոնք հիմնավորում են, որ իրենց ոչ մի խոստում ընտրողների առաջ տված եւ ոչ մի խոստում չեն կատարել եւ երեկվա այդ իրենց կարգավիճակը, այդ երեկվա իրենց պահելաձևը հենց դրա վառ ապացույցն էր, որ իրոք իրենց մռմռացնում է իրենց իսկ տված խոստումների չկատարման փաստերը իրենց առաջ դնելը։ Ինչ կատարվեց երեք։ Նախ առաջին հերթին մի քիչ խոսեմ այդ պարգևավճար գաղափարի մասին, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Երեք փորձեց արդարացնել եւ ոչ թե փորձեց, ուղղակիորեն արդարացնում էր պարգևավճարների այդ մեծ ծավալները, ասում էր այո, նախարարը պետք է ստանա 8-9 միլիոն պարգևավճար, հակառակ դեպքում նա չի դառնա անարատ։ Այսինքն ի սկզբանե նա ասում է, որ այո, տվեք, նրանք աշխատում են հետեւյալ կարգախոսով, տվեք 9 միլիոն պարգևավճար, ես կդառնամ անարատ, բայց կփորձեն դառնալ անարատ, կդառնան անարատ թե չէ ու մի ուրիշ բան, բայց եթե այդպես է, եթե 9 միլիոն դրամից հետո դուք միայն պետք է փորձեք դառնալ անարատ, այդ դեպքում 21 թվականին, որ տվել էիք խոստումներ, ինչու չէիք ասում այդ մասին, ինչու չէիք ասում, որ դուք այո, դա կդառնա անարատ, բայց միայն 9 միլիոն պարգևավճարից հետո։ Եվ երեք մի ուրիշ խայտառակ հայտարարություն էլ արեց Նիկոլ Փաշինյանը, ասեց, գիտեք ինչ ասեց, այդ 3 միլիարդ պարգևավճարը, որը կառավարության աշխատակազմի այդ բոլորի պարգևավճարների ընդհանուր գումարն է 3 միլիարդ չափով, 3 միլիարդ պարգևավճար, որ իրենք բաժանել են նախարարությունների աշխատակազմերի միջև, դա այն գումարի 0.000 չգիտեմ ինչ 1%-ն է, որ իրենք իբր թե հավաքել են, բռնագանձել են նախկին իշխանությունների ներկայացուցիչներից։ Եվ մի կարևոր փաստ էլ ինքը նշեց, որ ինքը թվերից բան չի հասկանում, հենց այդ 0001-երի շարքը, որ ինքը նշեց, հենց դա ապացուցում է, որ ինքը ընդհանրապես թվերից բան չի հասկանում եւ խորհուրդ կտայի, որ նրա կողքին գտնվողներից որևէ մեկը հուշեր իրեն, որ թվերով ինքը որևէ փաստ չներկայացնի, որ իսկապես ինքը թվերից բան չի հասկանում։ Եթե հաշվենք, որ 3 միլիարդը այն գումարի 0.000 քանի 1%-ն է ընդամենը, ապա ստացվում է, որ ինքը հետ վերադարձրած գումարը այնքան մեծ չափի ծավալի հետ վերադարձրած գումար ունի, որ դա անցնում է եւ մեր այսօրվա երկրի բյուջեի ծավալները եւ ծածկում է արտաքին պարտքի ծավալները։ Դե եթե այդքանը հետ ես վերադարձրել 0.001-ը, այս 0.1%-ն էլ դուր արտաքին պարտ կփակի, 1%-ն էլ դուր բյուջեն ավելացրա, 2%-ն էլ դուր գիտության ու առողջապահության վրա ծախսիր։ Հասկանում ես, այդ անգրագետ հայտարարություններ, որևէ մեկը չկա նրա կողքը, որ ասի նման անգրագետ հայտարարություններ չի կարելի անել ուղղակի վարչապետի կողմից։ Կառավարության ղեկավար, ով տնօրինում է երկրի բյուջեն, նա հայտարարում է, որ ինքը թվերից բան չի հասկանում, եւ երկրորդ էլ ապացուցում է, որ ինքը թվերից բան չի հասկանում։ Սա ուղղակի այսպես մեջբերում ասած, հիմա կարևոր հարցակում է երեք ԿՊԱ-ականների, որ այո, իրենք ստանում են, իրենք գտնում են, որ պարտավոր է, իրենք պարտադիր պետք է ստանային 9 միլիոնը եւ որպես այդպեսին իրենց անարատություն դեպի անարատություն ճանապարհի ընթացքն էին հիմնավորում։
Հաջորդ հարցը, որի մասին ես իսկապես կուզեի խոսել եւ երեք կարևորվեց ու խոսվեց, դա ապահովագրական համակարգի ներդրումն է եւ իրենք դա ներկայացրեցին որպես իրենց հնգամյա ծրագրի խոստումների կատարում, բայց իրենք մոռանում են նշել, որ նախ այդ ապահովագրական համակարգի իրենց խոստումը ներդրման պետք է սկսվեր 24 թվականից արդեն սկսված լիներ 25-ին արդեն բոլոր թոշակառուները 26-ին արդեն բոլոր քաղաքացիները պետք է այդ ապահովագրական համակարգից օգտվեին, չի խոսում այն մասին, որ միայն 65 եւ ավել տարիք ունեցող թոշակառուներն են ներգրավվել նրա մեջ, չի խոսում այն մասին, որ 63-64 տարեկան թոշակառուները ընդհանրապես չեն ներգրավել այդ համակարգի մեջ եւ դեռ ավելին նույն Նիկոլ Փաշինյանը ասում է ինչի 63-64 տարեկանը ինչ թոշակառու է, որ նա թող գնա բիզնեսով զբաղվի, ասել է թե 30 իր տված 30 կամ 40 հազար դրամը հերիք է, որ թոշակառուն բիզնեսով զբաղվի։ Եթե 30-40 հազար դրամը հերիք է բիզնեսով զբաղվելու համար, բիզնես գործունեություն սկսելու համար, ապա այդ ինչու դուք ձեզ այդքան թանկ եք գնահատում եւ 9 միլիոնն է միայն հերիք, որ դուք սկսեք դառնալ անարատ։ Այդ ինչ համեմատությունների մեջ եք։ Եվ մյուսը, որ ապահովագրական համակարգի մասին ես երեք խոսեցի եւ ես ուզում եմ նորից բարձրաձայնել այդ մասին, ապահովագրական համակարգը ինքը ենթադրում է որակյալ բուժ ծառայություն մեր քաղաքացիներին, համակարգում ներգրաված մեր համաքաղաքացիներին, մեր հայրենակիցներին։ Այո, սիրելի հայրենակիցներ, ապահովագրական համակարգը խիստ անհրաժեշտություն է, ապահովագրական համակարգը խիստ սպասված համակարգ է եւ ինքը կարող է եւ շատ անհրաժեշտ է, բայց եթե նա արդյունավետ է ներգրավում։ Հիմա առաջին բանը, որ իրենք հայտարարեցին համակարգը ներդնելու, այո, համակարգը ներդնելուց առաջ սկսվեց հարկահավաքի process-ը եւ առաջին բանը, որ անում են նրանք, այ դա է յուրաքանչյուր 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողից պետք է հավաքագրեն 10,600 դրամ ամսական ապահովագրավճար, ասել է թե առողջության հարկ։ Լավ են անում, որովհետեւ այո, աշխատողը թող վճարի նաեւ չաշխատողի առողջությունը պահպանելու համար, շատ լավ գաղափար է, բայց հիմա եկեք հասկանանք այդ հավաքված գումարները ինչպես են ծախսվելու, չէ որ այդ ապահովագրությունը իրականացնողները իրականում բուժ անձնակազմն է, բժիշկը եւ բուժքույրը եւ բուժ հիմնարկը, բուժ ծառայությունը։ Հիմա որպեսզի բժիշկը եւ բուժքույրը անհրաժեշտ որակով բուժ ծառայություն մատուցեն, նրանք պետք է հնարավորինս ողջամիտ վճարվեն։ Պետք է հնարավորինս ողջամտորեն հաշվարկվի նրա ծանրաբեռնվածությունը եւ այդ ծանրաբեռնվածության դիմաց ստացած նրանց աշխատավարձը։ Հիմա ես ուղղակի հարց եմ տալիս Տիկին Ավանեսյան, ընդ որում նա այն պաշտոնյան է, ով ստորագրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գնացուցակը բուժ ծառայությունների, որովհետեւ նախարարությունը հանդիսանում է այդ բուժ կենտրոնը հանդիսանում է նախարարության ենթակայության հիմնարկ եւ բնականաբար որպես հիմնադիր ինքը պետք է հաստատի գնացուցակները։ Այդ ինչպես է ստացվում, որ այդ գնացուցակում տիկին նախարարի ստորագրությամբ պարզապես սովորական նախնական բուժ խորհրդատվությունը գնահատվել է 10,000 դրամ։ Արդեն մասնագետի խորհրդատվությունը 15,000 դրամ, բաժնի վարիչի խորհրդատվությունը 20,000 դրամ, գլխավոր մասնագետի խորհրդատվությունը 25,000 դրամ։ Սա այն ցանկն է, որը պետք է վճարի քաղաքացին, որը վճարել է մինչև հիմա քաղաքացին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախարարության ենթակայության բուժ կենտրոնում խորհրդատվություն ստանալու համար, բայց այդ նույն նախարարը, այդ նույն նախարարությունը ապահովագրական համակարգի կողմից առաջարկվող հիվանդությունների գնացուցակներում գրում է ուռուցքաբանի խորհրդատվություն 3,000 դրամ, նեղ մասնագետի խորհրդատվություն եւ փակագծում բացում է տարբեր նեղ մասնագիտական խորհրդատվություններ 3,000 դրամ, ավելացնում է, եթե արդեն հետազոտություն է կատարել քաղաքացին եւ հետազոտությունից հետո մտնում է բժշկի մոտ, ապա ամեն մի անձի համար բժիշկը որպես, այսինքն խորհրդատվություն հետազոտությունից հետո բժիշկը որպես բոնուս ամեն մի անձի համար ստանում է 600, 400 կամ 200 դրամ ամեն մի այցի համար 30-ից 60 տարեկան։
ասենք որևէ ուրիշ հետազոտություն, որ բուժ կենտրոնում այդ ՍԳԼ-ում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, օրինակ, գնահատվում է 30,000 դրամ, բայց եթե այդ նույն հետազոտությունը իրականացվում է երեկոյան ժամը 18-ից մինչև առավոտյան ժամին, ասել է թե ուշ ժամի, նա այդ գնահատականն արժե 50,000 դրամ, բայց նույն ապահովագրական համակարգի գնացուցակում այդ ամեն ինչը ընդամենը 17,000 դրամ է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ բժիշկները համարժեք չեն գնահատվում, կամ էլ եթե 3,000 դրամը խորհրդատվության համար ճիշտ գումար է, այստեղ վճարողը պետությունն է, փաստացիորեն ստացվում է, եթե քաղաքացին էր իր գրպանից վճարում, ապա այդ խորհրդատվությունը 25,000 դրամ էր, բայց եթե պետությունն է վճարում 3,000 դրամը, ինչ է, այսինքն կամ դուք մինչև հիմա խաբել եք ժողովրդին ու այդքան ավել գումարներ եք գնահատել եւ այդքան ավել գումարներ եք քաղաքացու գրպանից տարել, կամ էլ հիմա եք խաբում եւ այն բժիշկը, որը որ որակյալ մասնագետ է, անարատ բժիշկ է դառնալու, նա երբեք 3,000 դրամով չի աշխատելու։ Տեսեք ինչ է ստացվում։ Նրանք երեք հիմնավորում էին, որ որպեսզի կառավարիչը, նախարարը, փոխնախարարը անարատ կառավարիչ դառնա, նրան պետք է 9 միլիոն պարգևավճար, բա բժիշկը անարատ բժիշկ մեզ պետք չի։ Այդ ոնց է անարատ կառավարիչ նախարարը 9 միլիոնով միայն կդառնա անարատ, իսկ անարատ բժիշկը 15,000-անոց իր գործունեությունը, որ մինչև հիմա իրականացրել է ձեր իսկ գնացուցակով, հիմա պետք է իրականացնի 3,000 դրամով։ Էս ի՞նչ տրամաբանություն է։ Դուք ձեր անարատության գնահատականը բարձրացնում եք, ուրիշների անարատության գնահատականը իջեցնում եք։ Սա է ձեր գործելավոճը, որովհետև դուք ելի եմ կրկնում, ապահովագրական համակարգի նպատակը իրականում չեք հայտարարել ժողովրդին, դուք պարզապես ուզում եք այն խոստումը, որ տվել եք համակարգը ներդնելու, այդ խոստումի դիմաց մի հատ ծիտիկ նկարել, իրականում փող հավաքել, նոր հարկ ավելացնել աշխատող քաղաքացուն եւ նրա գրպանից նոր հարկ տանել եւ հետո սկսել թոս փչել քաղաքացիների աչքերին, թե տեսեք մենք ապահովագրական համակարգ ենք առաջարկում։ Այդ ապահովագրական համակարգը շատ լավ համակարգ է, բայց ինքը այս կանոններով դժվար թե գործի, այս կանոններով չի կարող հասնել այն նպատակին, ինչ նպատակ դրված է, ասել է թե ապահովել հանրությանը որակյալ բուժ ծառայություններով։ Սա այս կերպով նախատեսված համակարգով այդ նպատակին հասնել իհարկե հնարավոր չէ։ Մի ուրիշ բան, ըստ էության ես երեք նորից նշեցի այդ ապահովագրական համակարգում առաջարկվող բուժ ծառայությունների ցանկի եւ իրենց գնացուցակի եւ իրենց ենթակայության բժշկական կենտրոնի գնացուցակի համացան մասին, բայց ասեմ, որ հանրությանը առայժմ դեռ արդեն հունվարի 21-ն է, այսինքն 20 օր ավել է այդ համակարգը գործում է, հանրության համար դեռ հանրայնացված չի այդ գնացուցակը եւ ես այսինքն ինչու այդ դեպքում ինչու չեք հանրայնացնում այդ գնացուցակը, ինչու քաղաքացին չպետք է հասկանա, չպետք է իմանա, որ այս բուժ ծառայության համար իրեն բուժող բժիշկը ինչքան է վճարվելու, ինչու չեք հանրայնացնում, չեն հանրայնացնում, որովհետև իսկապես այդ հակասությունները աչք են ծակում, այդ հակասությունները խայտառակ վիճակի են հասցնում։ Եվ արդյունքում մենք ինչ կունենանք, մենք արդյունքում կունենանք, որ իրեն գնահատող, իրեն անարատ համարող, իրեն որակյալ բժիշկ համարող բժիշկները պետք է խուսափեն պետական բուժ հիմնարկներում աշխատելուց, պետք է գնան մասնավոր բուժ հիմնարկներ։ Երեք ինքը ասում էր, լավ մասնագետը չի գալիս պետական կառավարման ոլորտ, որովհետև ցածր է գնահատում։ Այդ նույն տրամաբանությամբ լավ մասնագետ բժիշկ դուրս է գալու պետական հիմնարկներից բուժ ծառայություն իրականացնող կենտրոններից եւ գնալու է մասնավոր բուժ կենտրոն։ Եթե նա պետք է օրական ընդունի կամ ամսական ընդունի 50 հիվանդ, յուրաքանչյուրի խորհրդատվության համար ստանալով 3,000 դրամ, այդ 3,000-ը ընդ որում բժշկինը չի ամբողջությամբ, որովհետև այդ 3,000 դրամը պետությունը փոխանցում է բուժ կենտրոնին, իսկ թե բուժ կենտրոնը ինչքան է տալիս բժշկին, դա մի ուրիշ հարց է։ Արդյունքում ստացվում է, որ առնվազն 50, 60, 70 քաղաքացի պետք է ընդունի, որ ենթադրենք բժիշկը ստանա 150,000, 50 անգամ 3,000, 150,000
դրամ գումար, այդ բժիշկը կգնա մասնավորում, այդ նույն 2-3 հիվանդով այդ նույն գումարը կստանա։ Հիմա ինչ, մենք նախընտրում մենք այս քաղաքականությամբ, այս գնացուցակով ու այս տրամաբանությամբ պարզապես բժիշկներին ուղղորդում ենք դեպի մասնավոր բժշկական կենտրոններ, եւ արդյունքում այս համակարգը չի իրականացնելու չի հասնելու այն նպատակին, ինչի իր առաջ դրված է։ Էլ չեմ ասում մարզերում ինչ իրականացվելու, որովհետև մարզերում մենք շատ լավ գիտենք, որ մենք ունենք կադրերի պակաս, մասնագիտական կադրերի պակաս կոնկրետ բուժ ծառայությունների իրականացման ոլորտներում, եւ եթե այդ մարզային բժիշկը ինքը ինչ որտեղ կամ ասենք եթե Երևանից մինչև հիմա որոշակի մասնագետներ գալիս էին մարզեր, իրականացնում էին ինչ որտեղ փակում էին այդ մարզերում կադրային պակասը, հիմա այդ որակյալ բժիշկը երբեք Երևանից չի գալու մարզ, չի իրականացնելու իր ծառայությունը եւ ընդհանրապես 3000 դրամ կամ ավելի քիչ գումար ստանալու փոխարեն։ Եվ փաստացիորեն մի ուրիշ կարևոր բան էլ ըստ էության ստացվում է, որ այսօրվա դրությամբ դեռ նաև 6 ամիս մենք ինչ ունենք, այդ հիմնադրամի գումարը 127 միլիարդ գումարը տրամադրվում է, տնօրինում է հիմնադրամ ապահովագրության հիմնադրամի ղեկավարը եւ կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից եւ ոչ այս կողմ ոչ այն կողմ առաջին 6 ամսում այդ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է 5 անդամներից վարչապետի ստորագրությամբ, վարչապետի հրամանով, թեկուզ իրենք կոչվում են ժամանակավոր պաշտոնակատարներ, հոգաբարձուների անդամներ, եւ էլի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է նախարարը։ Ստացվում է նախարարը համ նախարար է, համ բժշկական կենտրոնի հիմնադիր ղեկավար է, որը գնացուցակ է հաստատում, համ հոգաբարձուների խորհրդի նախագահ է, եւ ինքը պետք է վերահսկի իր նախարարության ենթակայության հիմնարկում ինչ է կատարվում։ Հասկանում եք, աբսուրդի ժանր է, եւ մենք այստեղ ուզում ենք անարատություն տեսնել։ Սա է կառավարման լավագույն կառավարման մեխանիզմը։ Իհարկե ոչ, սա էլի եմ կրկնում, միայն խոսում է այն մասին, որ նպատակ ունեն քաղաքացիներից լրացուցիչ հարկ հավաքելու։ Եթե քաղաքացին հանկարծ աշխատում է 2 կամ 3 տեղ, նրանք բոլոր տեղերից տեսեք ինչպես է ձևակերպվում օրենքը, ինչպես են իրենք իրականացնելու այդ դրամահավաքը, այսպես ասած հարկահավաքը, քաղաքացուց բոլոր աշխատավայրերից, որտեղ որ նա աշխատում է, այդ 10600 դրամը ամեն ամիս կհավաքագրեն, հետո քաղաքացին պետք է դիմի եւ հատուկ դիմումի վրա այն ավել հավաքագրված գումարը պետք է հետ նստի։ Ասեմ, որ ըստ էության, եթե չեմ սխալվում, ամեն ամիս լավագույն դեպքում կարող է 10000 դրամը հետ հավաքվել։ Այսինքն 10600 տանում են, 10000-ը հետ է նստելու դիմումի հետ, դիմումի համաձայն, այն 600-ը երբ է նստելու հետ, այդ արդեն մի ուրիշ խնդիր է եւ արդյունքում ստացվում է, որ ամեն ամիս պարտաճանաչ ընդհանրեն 2 տեղ աշխատող քաղաքացուց կտանեն 21200 դրամը, հետո 3 ամիս հետո քաղաքացին դիմում կգրի եւ 3 ամիս կանցնի մինչեւ այդ դիմումը կսկսի աշխատել, հետ կվերադարձնեն, այս սրանով իրենք պարզապես քաղաքացուց կանխիկ այդ պահին գումար են հավաքագրում, հետո հետ վերադարձնելու նախապայմանով, ես չգիտեմ հետո ինչքանով իրենք հետ կվերադարձնեն կամ չեն հետ վերադարձնի։ Երեք մի շատ կարևոր, այսպես ասած, քննարկում էլ իրականացավ, նորից կառավարությունը, նորից ՆՓ-ն հիմնավորեց, որ այո, թոշակառուների թոշակը իրենք բարձրացրել են եւ նորից անդրադարձավ ինչ է անելու քաղաքացին թոշակառուն այդ 10000 դրամը, եթե մենք ավելացնենք, նա չգիտի ինչպես ծախսի եւ դրա համար իրենք որոշել են, որ թոշակառուին չտան այդ 10000 դրամը, որտեղ թոշակառուն չի կարող այն ծախսել, չգիտի ինչպես ծախսի, բայց դրա փոխարեն իրենք առաջարկում են թոշակառուին ապահովագրական համակարգից օգտվել։ Նախ իրենք դա առաջարկում են միայն 65 եւ ավելի թոշակառուին, իսկ 63-64 թոշակառուին ոչ այդ 10400-ը ավելացնում են թոշակին, ոչ էլ ապահովագրական համակարգ են առաջարկում եւ դեռ ավելին ասում են 40000 դրամ թոշակ է ստանում, գնա բիզնեսով զբաղվի, ինչ ես մեզնից ուզում, եւ
Արդյունքում ստացվում է, որ եթե նույնիսկ 65 ավել տարիքով ունեցող թոշակառուների թոշակը ավելացվում է իրենց ասած, 10,000 դրամով եւ ըստ էության հետ է վերցնում, փաստացիորեն ստացվում է, որ այս մարդիկ, այս լավագույն կառավարիչները 9 միլիոնով անարատ դարձած նախարարները գտնում են, որ 50 ենթադրենք ավելացրել են, 40 + 10,000 50,000 դրամ թոշակը հավասարարժեք է, համարժեք է 200,000 դրամ աշխատավարձին, որովհետև փաստորեն եւ 200,000 դրամ աշխատավարձ ստացողից են այդ 10,000 հավաքում, կհամել իրենց ասելով այդ ավելացրած 50,000 թոշակ ստացողից, փաստորեն եթե համարում ենք, որ ավելացրեցին դարձավ 50 դարձնում են եւ հետ են հավաքում, փաստորեն թոշակառուի 50,000-ը եւ աշխատավարձ ստացող 200,000, 2 միլիոն, 3 միլիոն իրանց նման 9 միլիոն պարգևավճար ստացողներից համարժեք են եւ նրանք այդ 10,000-ը հետ են վերադարձնում։ Նրանք մի ուրիշ բան են անընդհատ այսպես թմկահարում։ Մենք թոշակը ավելացրել ենք անկախիկ վճարումից 20% ավելա, 20% հետ վերադարձ ապահովելով։ Լսեք, ում եք խաբում։ Ինչու եք խաբում։ Ի վերջո նախ եթե 40,000 թոշակ է, 40,000 դրամ թոշակից թոշակառուն նախ առաջին հերթին կոմունալներ է վճարում եւ կոմունալների վճարումը հետ վերադարձ չի կանխատեսում, չի նախատեսում։ Եթե 40,000-ի այս ձմռան օրերին 19-20,000-ը իրենք կոմունալներին են տալու, որովհետև գոնե նվազագույն ջերմություն պետք է լինի այդ տանը, որ թոշակառուն ապրի, ապա էլ ինչ 8,000 10,000-ի մասին եք խոսում, 40,000-ի 20-ը գնաց կոմունալ, որը հետ վերադարձի ենթակա չէ, իսկ այդ թոշակառուն միգուցե ուզում է 5,000-ից գրամը ունենա իր թոշակից, իր թորանը կամ ինչ-որ մի բան առնելու, այսինքն 10-11-15,000 դրամի հետ վերադարձի մասին եք խոսում եւ դա ներկայացնում է, իսկ 10,000-ի 15,000-ի 20% հետ վերադարձը լավագույն դեպքում 3,000 է եւ այդ 3,000 հետ վերադարձը դուք քաղաքացուն թոշակառուին ներկայացնում եք որպես 10,000 թոշակի ավելացում, ում եք խաբում։ Այդ թոշակառուն, եթե Նիկոլ քո նման տպաբանություն չգիտի էլ, գոնե ինքը իր գրպանի ծախսերը հաշվել գիտի։ Եթե դու այդ նույն տրամաբանությամբ, նույն տպաբանությամբ այդ 0001-երը հաշվել չգիտես, էդ էլ հաշվել չգիտես փաստացիորեն։ Հələ 40,000-ից հանեք կոմունալները, հանեք ձեռքի գրպանի մի փոքր ծախսի փողերը, տեսեք թոշակառուին ինչքան է մնում անկանխիկ առևտուր անելու համար, եթե իհարկե անկանխիկ առևտուրի հնարավորություն յուրաքանչյուր թոշակառուի, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված է։ Այնպես որ հերիք է թոս փչեք թոշակառուների առաջ, գնացեք հանդիպեք թոշակառուներին եւ լսեք թե նրանք ինչ են ասում ձեր մասին։ Այսինքն դուք ասում եք թոշակառու, դու քո հարևանից այն 100 դրամանոց կանաչի ծախող հարևանից 100 դրամով հանկարծ թոշակ կանաչի չառնես, որովհետեւ հետ վերադարձ չլինի։ Այ դու գնա սիթի, դու գնա 150 դրամով այդ կանաչին առ, նրանից ես քեզ 30 դրամ հետ վերադարձ եմ անելու, այսինքն 150-ից հլը հանեք 30 ստացվում է 120, դու թոշակառուին ասում ես դու 120-ով գնա կանաչի առ եւ այն էլ այն խանութներից, որոնք իմ խանութներն են, որոնք ձեզ ենթարկված խանութներն են, էս է ձեր խափերը, դու սրանով թոզ եք փչում թոշակառուների գլխին, թոշակառուների աչքերին, թոշակառուները շատ լավ ամեն ինչ վաղուց արդեն հասկանում են եւ հետեւաբար չեն կարող այսպես խափվել եւ դուք իհարկե արդեն շատ լավ հասկանում եք, որ եկել է ձեր տված խոստումների կատարման ժամկետները, եկել է ձեր տված խոստումների չկատարման բացատրության ժամկետները եւ դրա համար ինչպես երեք ՆՓ-ն էր ասում, մռմռում են, որովհետեւ այլևս հասկանում են, որ ժողովուրդը այլևս չի հավատում իրեն, որովհետև հասկանում են, որ ժողովուրդը այլևս չի վստահում իրեն, իրենք շատ լավ գիտեն այդ հարցումների պատասխանը եւ շատ լավ գիտեն, որ իրենց միակ հույսը ընտրությունները կեղծելն է, եվրոպական, ամերիկյան աջակցություններով մոլդովական փորձի կիրառումն է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ առանց դրսի աջակցության իրենք չեն էլ կարողանալու գոնե նվազագույն քանակությամբ մանդատներ հավաքելու եւ այսօր այդ մարդիկ խոսում են դրսի աջակցությունները կանխելու
համար դրսից եվրոպական աջակցություն խնդրագրով, հասկանում եք, խելքի հաշեցեք, որպիսի դրսի աջակցությունը կանխեն, իրենք դրսից աջակցություն են խնդրում ու սպասում ու մուրում։ Սա է իրենց գործելավոճը։ Գիտեք ինչ, նախ մեկ տեսանկյուն, որ այո, իրենք հո չէին կարող այսօր կանգնել ու ասել, հա մենք զգում ենք, որ մենք այլևս չենք վերընտրվելու, սա իրենց ոչնչացումը կլիներ, իրենք նախ այդպիսի բան չէին ասի, եւ երկրորդը իրենց թևերի տակ ձմերուկներ են դնում, այո, այդ դրսից աջակցողները, մենք շատ լավ հիշում ենք, չէ, այդ Մայա Կալասի հայտարարությունը, որ այս կառավարությունը իրենց դիմել է, իրենք էլ պատրաստակամություն են հայտնելու աջակցելու։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այդ աջակցությունը պետք է լինի, որովհետեւ այդ նույն եվրոպական, այդ նույն ամերիկյան թևերին շատ հստակ ձեռք է տալիս այսօրվա իշխանությունը եւ նրանք այո պատրաստ են լինելու ամեն ինչ անել, որ այս իշխանությունը մնա եւ նրանց հույսը դա է, բայց սիրելի ժողովուրդ, եկեք մի կարևոր բան հասկանանք, որ եթե մենք ուզում ենք երկիր ունենալ, եթե մենք ուզում ենք ինքնիշխանություն ունենալ, առաջի գործը որ պետք է անենք, պետք է այս իշխանություններից ազատվենք, իսկ դրա համար ամեն մեկս մեր պարտականությունների մեջ մնանք, մենք պետք է պարտավոր ենք այսօր անպայմանորեն մասնակցել ընտրություններին եւ շատ լավ ես ձեզ ուզում եմ խնդրել ուղղակի սիրելի քաղաքացիներ, մասնակցությունը շատ կարեւոր է եւ պարզագույն հաշվարկներով, եթե մենք ապահովում ենք 60-65% մասնակցություն, ապա այս իշխանությունների հավաքած ձայներով նրանք լավագույն դեպքում 30-35% մանդատի են տնօրինելու։ Սա շատ կարևոր է, իրենք երբեք չեն կարողանալու այն լրացուցիչ եկող մանդատների հաշվին նույնիսկ կարողանալու ձևավորել կառավարություն։ Եվ դրա համար, եթե մենք չենք ուզում, որ այս իշխանությունները վերընտրվեն, անպայմանորեն պետք է մասնակցենք։ Եվ եթե ուշադրություն դարձրել եք, այսօր ընդդիմադիր ուժերը նույնպես սկսել են նաև դաշինքներ կազմելու մեծ բլոկներով հանդես գալու գործընթացը, որպեսզի համախմբվեն ընդդիմադիր ուժերը եւ այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք որևէ կերպ ընդդիմադիր ձայն են իրենց, այո, ընդդիմադիր ձայն են հավաքում, բայց ավելի շատ փոքր է հավանականությունը, որ նրանք կհաղթարեն անցողիկ շեմը, որպեսզի նման ուժերը նույնպես չառաջադրվեն եւ միանան մեծ բլոկներին։ Մեր գերխնդիրը այսօր 2-3 մեծ ընդդիմադիր բլոկ ունենալու արդյունքում եւ ընտրողների մասնակցության հնարավորինս մեծ մասնակցություն ապահովելու արդյունքում մենք կարողանանք ազատվել այս իշխանություններից հետո եւ դրանից հետո սկսվելու է ամենածանր աշխատանքը այն բոլոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնացրել է այս ապիկար իշխանությունը, պետք է այս բոլոր մարտահրավերները լուծել։ Իսկ դա ոչ մեկ կուսակցության, ոչ մեկ ուժի հնարավորությունների սահմանում խնդիր չէ եւ դրա համար պետք է ունենալ իսկապես ազգային իշխանություն, դրա համար պետք է ունենալ կոալիցիոն կառավարություն ազգային ուժերից կազմված եւ յուրաքանչյուր ուժի լավագույն մասնագետը կոնկրետ ոլորտի պետք է այդ ոլորտը ղեկավարի, այնպես որ սիրելի հայրենակիցներ, մենք պարտավոր ենք մասնակցելու ընտրության։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ մեր չգնալը, ասելով թե միևնույն է, ես ոչ մեկին չեմ վստահում, մեր ընտրության չգնալը համարժեք է գնալ եւ ձայնը տալ օրվա այս ապիկար իշխանություններին, որովհետև յուրաքանչյուր փոշիացված ձայն, յուրաքանչյուր չմասնակցած ձայն մեծացնելու է այս իշխանությունների հավաքած տոկոսների մանդատների քանակը։ Փոշիացումը նախ եւ առաջ ինչ է անում, այդ փոշիացված ձայները համարժեքորեն բաժանում է մյուս ուժերի միջև, այնպես որ մենք պետք է գնանք, եթե նույնիսկ ոչ մեկին չենք վստահում, գնանք եւ ոչ մեկին չընտրենք, բայց դրա արդյունքում իջեցնենք այս ապիկար իշխանությունների հավաքած ձայների տոկոսը եւ հետեւաբար նաեւ նրանց ձեռք բերած մանդատների քանակը։ Իսկ որ դա անելու ենք, ես խիստ համոզված եմ։ Եվ Տիկին Տուրեհյան, Վարդան Լուկասյանի մասով կուզեի ձեզ հարցնել։ Ծանր վիճակում է մարդու դեպքում առողջական լրջագույն խնդիրներով հիվանդանոցային պայմաններ
պաշտոնյաները չեն ապահովում դեղը, չեն տալիս, ասում են գրանցված դեղ չի։ Բառը բունի մաստով սա խոշտանգում է, ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը, եւ մենք նաեւ մեկ մյուս քաղաքապատակյալներն նույն ծանր վիճակում են, բայց Գիտեք, իսկապես այս իշխանությունները, այդ երբ որ ես խոսում եմ մոլդովական փորձի մասին, մոլդովական փորձը իրենք ըստ էության ուժերի, հա, կոնկրետ ուժերին փակելու, կոնկրետ ուժերի գործունեությունը սահմանափակելու քայլերի մասին է, իսկ իրանք հիմա այսօր կոնկրետ անձանց գործունեությունը սահմանափակելու եւ դրանով մյուսներին վախեցնելու գործելավոճ են ընտրել։ Սա անմարդկային, ընդհանրապես հումանիզմին դեմ գաղափար է, գործունեություն է, գործելավոճ է, եւ սա քաղաքական հետապնդում է եւ արդեն ֆիզիկական առողջության դեմ պայքար, սա ֆիզիկական վերացման փորձեր է։ Իսկ ուր է մեր միպը, այն միպը, որը այսպես չէ որ մարդու իրավունքների պաշտպան է, բա ուր է այս միպը, ինչու չի խոսում Վարդան Ղուկասյանի առողջության խնդիրների պահպանման մասին, ինչի չի խոսում Նարեկ Սամսոնյանի հացադուլի վիճակում գտնվելուց, այսպես առողջական խնդիրների առաջ կանգնած է նրանից դուրս գալու մասին, ինչի չի խոսում մյուս սրբազանների առողջական խնդիրների պահպանության մասին, այդ խնդիրները լուծելու մասին, որովհետև այս իշխանությունները ամեն ինչ անում են, որ թե ուժերը եւ թե անհատները, այն բոլոր անհատները, ովքեր իզորու են իրենց շուրջ մարդ հավաքելու, իրենց իշխանության դեմ պայքարելու համար, այդ բոլորին ինչ որ ձևով հեռացնելու, ինչ որ ձևով վերացնելու, ինչ որ ձևով կանխարգելելու, մեկին ուղակի կալանավայրում պահելով, մեկին ֆիզիկական առողջական խնդիրների առաջ դեմ հանդիման կանգնեցնելով, բժշկական օգնությունից զրկելով, սա ընդհանրապես ասած խայտառակություն է եւ ես ուզում եմ նորից դիմել այն եվրոպական կառույցներին, այն դեսպանատներին ու այն ներկայացուցիչներին, ովքեր իրենք անընդհատ բարձրաձայնում են ժողովրդավարության ու քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին, մարդու իրավունքների պաշտպանության մասին, բա մեր սահմանադրությունը հստակ ասում է պահպանվում առողջության իրավունքը առաջնային իրավունք է, բա ուր մնաց մարդու առողջության պահպանման իրավունքը, ուր մնաց, այնպես որ սիրելի ժողովուրդ, այս իշխանությունները իրենց աթոռը պահելու համար պատրաստ են զոհաբերելու յուրաքանչյուր քաղաքացու ներողություն, բայց թե ֆիզիկապես, թե հոգեպես, նրանք պատրաստ են զոհաբերելու, այո, նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնի, թեկուզ այդ քայլերը, իրենց քայլերը մարդկանց հետ պահելու, հասցնեն նաև մարդկային զոհերի, այնպես որ այս իշխանություններից օր առաջ ազատվելը մեր գերխնդիրն է, նրանք ոչ Վարդան Ղուկասյան, ոչ Նարեկ Սամսոնյան, ոչ սրբազաններ, նրանց համար ոչ մեկը արժեք չունեն, եթե իրենց իշխանության դեմ են պայքարում, այնպես որ նրանք ամեն ինչ կանեն, ամեն ինչի պատրաստ են, թեկուզ ֆիզիկապես այդ մարդկանցից ազատվելու հարցը լուծելու, միայն թե իրենք իրենց աթոռը պահեն, միայն թե իրենք ունենան Հայաստանում 1 քառակուսի մետր տարածք, համարեն դա մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է եւ այնտեղ աթոռը դնեն ու նստեն, սա է միայն իրենց փրկությունը, որովհետեւ շատ լավ գիտեն, որ իրենց խոստումները, որ տվել են թուրք-ադրբեջանական տանդեմին ու որոշ մասը դեռ չեն կատարել, այդ չկատարման համար ինչ պատժի առաջ են կանգնելու հենց թուրքերի կողմից։ Այս բախն է նրանց նման քայլերի առաջ բերում։ Տեսեք, Տիկին Գյուրենյանի հերթին, բայց ժողովուրդը նաև դողոքում է ընդդիմությունից, մանավանդ խորհրդարանական ընդդիմությունից, առայն, որ ըստ էության մի քանիստ եք կոնկրետ աշխատում ազգային ժողովում, հարց ու պատասխանի ժամանակ եւ դրան գալիս են Նիկոլ Փաշինյանի բառը իմաստով դեմ տալիս, այն հարցերը, այն չկատարած խոստումները, որոնք իրենք են իրականացնում, դավաճանության մասին խոսում, իսկ ոմանք ընդդիմադիրներից պարզապես նստած են իրենց աշխատավարձը, պարգևավճարը, ու հենց այս բողոքները կա ժողովրդի մոտ, ինչու՞ն եք նաև ասելու այս մասով։
Գիտեք, միգուցե արդարացված է, ասենք, ժողովրդի բողոքը, որովհետև ամեն մի падգամավորի աշխատանքը չէ, որ էկրանից երևում է, եւ նա տեսնում է, ինչքան եմ ես խոսում, ինչքան եմ մյուսը խոսում, ինչքան մյուսը չի խոսում, բայց յուրաքանչյուր падգամավոր իր աշխատանքը անում է։ Գիտեք, սա միայն ժողովրդի գնահատականի արժանի, ժողովուրդն է իրավունք ունի գնահատելու որևէ մեկի աշխատանքը եւ իր գնահատականը արտահայտի հաջորդ ընտրություններում համարժեք ընտրության արդյունքով, այնպես որ ես ինձ իրավունք չեմ վերապահի փորձել գնահատել իմ այս կամ այն ընկերոջ աշխատանքը եւ ես չեմ փորձում նման բան անել եւ ես գտնում եմ որ նման բան անելը իմ կողմից մեծ սխալ կլինի եւ ամեն դեպքում այսօր մենք Էլի եմ խոսում, մենք պետք է փորձենք գնահատել կոնկրետ ուժի ազգային լինելը, պետականամետ լինելը եւ ոչ թե այդ ուժի մեջ ներգրաված առանձին անհատների աշխատանքը։ Եվ եթե այդ ամեն ինչը իրապես պետք է մտածենք, որ յուրաքանչյուր ուժ ինքը նույնպես փորձում է իր ներուժը գնահատել եւ հաջորդ ընտրություններին այնպիսի մի ուրիշ ցանկ առաջ բերել, մի նոր ցանկ առաջ բերել, ովքեր ավելի պատրաստ են, ավելի կարող են եւ ում աշխատանքը միգուցե ավելի նկատելի է, բայց ելի եմ կրկնում ամեն մեկի աշխատանքը չէ, որ այսպես էկրանի հետևից կամ էկրանից երևալու է, դա բնական է, կան աշխատանքներ, որոնք արվում են խմբակցությունում, կան աշխատանքներ, որոնք արվում են անհատների կողմից, բայց դրանք չեն ցուցադրվում, դրանք ցուցադրվելիք չեն, մեկը ասենք ուսումնասիրում է, բարձրաձայնում է, մեկը ուսումնասիրում է, այդ ուսումնասիրության արդյունքներն է ներկայացնում, որ մենք բարձրաձայնենք, այնպես որ ելի եմ կրկնում, ես սխալ կհամարեմ եւ սխալ եմ համարում, որ ես հիմա այստեղ պետք է գնահատեմ որևէ մեկի աշխատանքը եւ ես համոզված եմ, որ ամեն մեկը իր տեղում իր գործը իրապես անում է, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ, բնական է եւ դա այդպես էլ պետք է լիներ։ 29 հոգյանոց խմբակցությունը չի կարող 29 հոգու համար հավասարարժեք աշխատանքի մակարդակ ապահովել եւ հնարավոր էլ չի։ Մեկը մի քիչ ակտիվ է, մեկը մի քիչ пассив է, մեկը մի քիչ խոսելու ոլորտին է գնացել, մեկը մի քիչ հետազոտության ոլորտ, այնպես որ կարևորը ուժն է, ուժի գործունեությունը, ուժի պայքարելու պատրաստակամությունը, ուժի ազգային լինելը, ուժի պետականամետ լինելը եւ այն կարողությունը, որի արդյունքում նա կարող է իշխանություն ստանալով հնարավորինս հաղթահարել այն մարտահրավերները, որ այս ապիկարները կանգնեցրել են մեր երկրի առաջ եւ ամեն ինչ անել, որ երկիրը այս մարտահրավերներից դուրս գա։ Շնորհակալություն։